Փակվել են 16 ընտրատեղամասերը փարաքարում, բայց ոչ բոլորին է հաջողվել քվեարկել։ Չի, մի քանի մեծ կապ ունի, ասում եմ, ես հարցը պատասխանա։ Ահա, կարդու կոնկրետ պատասխան, չէ, բրծավ, հա։ Այստեղ արդարություն է երևում։ Փարաքարի 14/7 տեղամասում ընտրողին արգելել են մասնակցել քվեարկությանը, պատճառաբանելով անձնագրային անճշտությունը։ Նույն տեղամասում, նույն պատճառով այս տղամարդուն եւս արգելել են քվեարկել։ Նա զինվորական է, եկել էր ընտրություններին մասնակցելու, մի քանի օրից պետք է դիրքեր բարձրանա։ Խնդրեմ, նայեք, Երևանյան Արմավիրի այո, յուղ Մերձավան, Երևան։ Այո, դուք Ես 16 տարի ապրել եմ այստեղ։ Ես ուզում եմ ընտրություն անեմ։ Ասում են դու չկաց։ Այստեղ։ Ասում են գնա եսի մուր, Քիչ գնացի ինձ մակապարտես, ընդեղ էլ տնտեսական տարածքա։ Իմացեք, ես էլ մայոր Գևորգյան եմ, ես զինվորական եմ։ Խնդրեմ, նայեք։ Ես պոստեր եմ ելնելու 4 օրից եկել եմ ընտրություն անեմ։ Չեն ուզում։ Մեկ ձայնն էլ կարևոր է, ասում են հայ-ակվեդիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Ինչի ասես, որ չեն դիմում քաղաքական որոշ ուժեր, մեկ ձայն խլելու համար։ Ընտրողներ բերող մեքենաներ, ուղղորդումներ, 2 անգամ քվեարկող մարդիկ։ Բազմաթիվ օրինախախտումներ են արձանագրել դիտորդները փարաքարի ընտրատեղամասերում։ Մեքենաների համարներ կան հիմա մեր ցուցակում եւ արդեն հայտարարում ենք, որ կոնկրետ մեքենաներ կան, որոնք անընդհատ ընտրողներ են բերում տարբեր տեղամաս։ Երկրորդ ահազանգը, որ ստացել ենք դեռևս չենք հասցրել ստուգել, դա այն է, որ նույն մարդուն տեսել են տարբեր տեղամասերում։ Ամենատարածված խախտումը, որ ըստ էության մենք ահազանգում ենք, բայց չի վերանում, դա ընտրատեղամասերի մուտքի մոտ 50 մետրից մոտիկ հեռավորության վրա պաստառների առկայությունն է։ 14-13 ընտրատեղամասում գրանցվեց դեպք, երբ քաղաքացին առանց քվեարկխցիկ մտնելու կատարեց իր քվեն, բոլորի աչքի առջև հանելով ԿՊ-ի տեխնացուի քվեաթերթիկը եւ բացեբաց տնելով ծրարի մեջ։ Կասկածելի հասցեներ են հայտնաբերել դիտորդները, որտեղ գրանցված են տարբեր ազգանուններով ավելի քան 2 տասնյակ մարդիկ։ Ատոմ Մխիթարյանն ասում է, ստուգելու են բոլոր փաստերը։ Ընտրազանգված ապահովող այս մեթոդը իրենց ուշադրության կենտրոնում է։ Մեզ մոտ կասկած հարուցող հասցեներ կան, որոնց հիմա մենք հետևում ենք։ Օրինակ հասցե կա, որտեղ 20-ից ավելի հաշվառված մարդ կա։ 20-ից ավելի, որը անհասկանալի է, ընդ որում այդ 20-ից ավելի հաշվառված քաղաքացիների ազգանունները շատ բազմազան են։ 1408 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը բացառում է իր ընտրատեղամասում ընտրախախտումները, ասում է հետևում ենք։ Բոլոր ընտրատեղամասերում չգիտեմ, մեզ մոտ բացարձակ խնդիր չի գրանցվել, լարված ընտրություն է, լարված ինչ առումով մասնակիցները շատ մեծ են, շատ են։ Հայ-ակվեն ահազանգել է թիմ ընտրություններում հերթական խախտման մասին։ Փարաքարի 14/14 եւ 14/16 տեղամասերը հոսանքազրկվել են։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Հայլուր։